բարի գալուստի խոսքը ինձ չի ընկած, գիտեմ, որ ունենք հանդիսավոր, մեր շատ սիրելի հասնիկը, բայց ես ուզում եմ, որ ձեր բոլորի բարի գալուստը մաղթել աղոթքով, և որի համար ուզում եմ հրավիրեմ, որ բոլորս ոտնկայս այդ մեր աղոթենք և սկսենք այսօրվա երեկոյը։ Անուն հոր և որդվոր և որդվույն սրտվան մեր միասնաբար աղոթենք, Հայր մեր, որ ինքնից Սուրբ երեցյան Եկեղեցիայություն քո, երեցին բան քո, որպես ինքնս եկրի, զհաց մեր անապազոտ, դուր մեզ այսօր, և թող մեզ պարտիս մեր, որպես մենք թողում հերոց պատահանած, և մի հավիտիս մեզ զորություն, այլ հրկյաս մեզ չարը, զիքոր երկայություն, եզորություն, և հավիտյանս ամեն, իմաստություն, որ Հիսուս, դուր մեզ իմաստություն, զվանից խորել, խոսել և գործել, առաջ կամեն այն ժամ, իչար խորոտոց, իբանից և իգործոց պրգյազ մեզ, և որ միակ հարորացած, և մեզ մազմաներացած, ամեն։ Բարի երեկո, համեցեք։ Oh
բարի երեկո, ահավոր մեծ պատասխանատվություն է, չափից դուրս մեծ պատասխանատվություն, ինձ նման մարդու համար խոսել Կոմիտասից, որովհետև Կոմիտասով ենք մեծացել, բայց Կոմիտասագետներ չենք ու այնքան բան կա իմանալու, որի երևի մի տոկոսն էլ չգիտենք։ Բայց մինչև Կոմիտասին անդրադառնալը մեր արհավիրքներ, պատերազմներ, ջրհեղեղներ ու երկրաշարժեր տեսած ժողովրդին եմ ուզում անդրադառնալ, որովհետև վաղը երկրաշարժի օրն է ու խնդրում եմ, որ այսօր մեկ րոպե լռությամբ ոտքի կանգնենք եւ հարգենք մեր երկրաշարժի զոհերի հիշատակը եւ մնացած բոլոր զոհերի հիշատակը։ Շնորհակալություն։ Հայաստան ասելիս առաջին հերթին ինչն ենք պատկերացնում, Մասիս Սար, Սևանալիչ, Գառնի Գեղարդ, իսկ երբ որ հերթը հասնում է մեր մեծերին, անվերջ շատ ունենք մեծեր, բայց իրես ինչի բոլորիս եկեք խոսքով անենք, որ բոլորիս մտքին առաջինը գալիս է Կոմիտասը, ճիշտ եմ ասում, երբ որ Հայաստան, ապա Կոմիտաս։ Իսկ Կոմիտասին երբանից գիտենք մեր մանկությունից, գիտենք Կաքավիկով, Լորիկով, հետագայով արդեն Կոմիտասին գիտենք Արորը ձերքին վարի ու սիտ մատաղ Եզո ջան, աղբեր ջան, հորովելով գիտենք։ Հիմա արդեն այս հեռավորության վրա և նաև արդեն նույնիսկ Հայաստանում կռունկով գիտենք, կռունկ ու ստիկ ու գաս, մեր հայրենիք են խաբրիկ մչունիս, ու այն օրը մի գեղեցիկ միջոցառում էին նայում, շատերը կիմանաք Ջուկակահար Սերգեյ Խաչատրյանին, աշխարհի որ բեմում էր չգիտեմ, բայց անգլերենով մինչև ելույթը Կոմիտասի կռունկը պիտի նվագեր, աչքերն արցունքներով լցված պատմում էր գենոցիդից ու մտածում եմ Աստված իմ, երբ պիտի մենք ազատագրվենք այս ամեն ինչից, երբ պիտի թոթափենք մեր վրայից, Աստված, հիմա եկեղեցու մեջ ենք խնդրում, մեզ հնարավորություն տուր, որ ուրախ ապրենք, շատ ուրախ ապրենք, հանգիստ ապրենք, խղճներս հանգիստ ապրենք, գլուխներս բարձին դնենք ու չմտածենք առավոտը տեսնես Հայաստանում, հիմա նաև աշխարհում ինչ եղավ։ Չեմ ուզում շատ տխրացնել, բայց ուզում եմ Կոմիտասից մի երկու բան պատմեմ, շնորհակալ ենք նրան մենակ այն բանի համար, որ գյուղից գյուղ, համայնքից համայնքին ժամանակ, չգիտեմ, մարզից մարզ գնալով, ժողովրդից վերցրեց նրա երգերը, երաժշտությունը, մաքրեց, փայլեցրեց ու ոսկու տեսքով ժողովրդից վերցրածը ժողովրդին էլ վերադարձրեց։ Շնորհակալություն իրեն։ Ենք տիրուհուն։ Բարի ճանապարհ, վարդապետ, վերադարձ բարի։ Դիակարգիդ մոտից գարունն է լահա, ծամերը թափած, սահում է կամած, մատերը դնում երկնակամարի սրինգների բյուրեղ ձայների վրա, որպեսզի դեղնած շրթերից ծայրի վշտահարգիծը, աշխարհը խավար մեռած աչքերից։ Բարի ճանապարհ, վարդապետ, վերադարձ բարի։ Վաղը, երբ պառկած երկաթե գրկում անհամբեր նավի, կերթած ծովերով, խելառ ծովերով այս մոլորակի, դագաղիդ գլխին հովեր կքայլեն, և ալիքների խմբերը հյուզված ծովի լարերից մի հսկայական քնար կհյուսեն և շարաչելով և դղրդալով կհովերքեն նավի կողերին և երկիկների լազուրից պայծառ մի երգ կհորինեն և քեզ կորորեն վերջին օրորով, բարի ճանապարհ, վարդապետ, վերադարձ բարի։ Ահ, գիտեմ, դարն վայրերից անցնելու պահին կոպերիդ տակը մի գիշեր կուլայ։ Սև ծովի բուքը կհետեկա դղորդ և Հայաստանի մարված դաշտերից
մրիկի նման մահազանգ զարնող զուլումի, մեծ աղաղակներ կհասնեն նավին և քեզ կկանչեն, և այդ հույզերը փոթորիկը այդ անողորմ ողբի, հիվանդ ուղեղիդ վերքը կբանան և դու կխնդանաս։ Բարի ճանապարհ, վարդապետ, վերադարձ բարի։ Ստեղծությունը նվիրված է ուրեմն վարդապետ, Կոմիտաս վարդապետին, այդպես էլ կոչվում է, Կոստանց Դարյանի բանաստեղծությունն է, որը գրվել էր Կոմիտասի աջյունը Հայաստան վերադարձնելու կապակցությամբ։ Բանաստեղծության երկրորդ մասը կլսենք Ֆրանսի կատարման, բայց մինչև այդ ուզում եմ ձեզ պատմեմ մի փոքրիկ պատմություն, այն որ ասում են վերջից պիտի սկսեմ։ 1936 թվականին Կոմիտասի աջյունը Փարիզից վերադարձնում են Հայաստան, որտեղ նրա վերջին կամքը եղել է Հայրենի հողի վրա ուրեմն որպեսզի իրեն թաղեն, եւ այդ աջյունի վերադարձի ժամանակ մեծ խնդիրներ են առաջացնում եւ ի պատիվ սովետական Հայաստանի առաջին վարչապետների եւ նախագահների եւ ի պատիվ Աղասիր Խանջյանի եւ ի պատիվ մեր կաթողիկոսի, եթե չեմ սխալվում, Գևորգ կաթողիկոսներ 36 թվականին Տեր-հայ։ Այդ երկուսին ուրեմն դիմում են նրանց Փարիզից, որպեսզի աջյունը վերադարձնեն Հայաստան։ Ինչ խոչընդոտներով է անցնում Աստված գիտի, բայց մինչև այդ Աղասիր Խանջյանը համաձայնությունը տալիս է, Բերիայից զանգահարություն է գալիս, որ դուք իրավունք չունեք այդ տերտերի վրա այդքան փող ծախսել։ Դուք պատկերացնում եք, Կոմիտասին դիտարկվում էին որպես տերտեր։ Խանջյանը գլուխը կորցնում է, բայց մի պահ հապաղում են Կոմիտասի հետ, այնքան են հապաղում, որ պատասխանը լինում է արդեն ուշ է, նավը ջրերի վրա գալիս է Հայաստան։ Ու հաջողացնում են ու կարողանում են բերել, իհարկե Բաթումիում ամիսներով մնում է, շատ մեծ փորձություններով է անցնում, մինչև որ հասնում է հայրենի հող, բայց սովետական կառավարության վերջին վատությունն էլ այն է լինում, որ մայիսի 26-ին կարող էին ուրեմն կատարեին այդ հոգեհանգիստը, բայց դնում են մայիսի 28-ին, Հայաստանի անկախության օրը։ Իրենց վատությունը իրենց մնաց, բայց որտեղ այսօր ունենք Կոմիտասի Պանթեոնը մեր մեծերով հանդերձ ու շնորհակալ ենք, որ ունենք, որովհետև սովետական շրջանում դա կառուցվեց, շնորհակալ ենք Կոմիտասին եւ մնացած մեր մեծերին, որ իրենք կան եւ շնորհակալ ենք Կոմիտասին մենակ այն բանի համար, որ այսօր Կոմիտասով ենք այստեղ հավաքված եկեղեցու կամարների տակ։ Իսկ հիմա լսենք Կոստանց Դարյանի բանաստեղծության երկրորդ մասը Ֆրանսի կատարմամբ։ Հետո վարդապետ, լսում ես ձայնը տարագիր սրտիս, հետո վարդապետ, կգա ավեշուկ պայծառ գմբեթը հայոց աշխարհի, և կբարձրանան լուսեր խմբերի երգեր աննման, անհամբեր շարքով քեզ կբոլորեն լեռները վերվես, դաշտերը մարմանդ, դարար սեզերը ձորերը մեր խոր, ոսկե կոկորդով կլկլում ուրախ աղբյուրները մեր, ճարագայտների համբիրը զարնող գետերը զվարդ և դա կլինի համեք մի հսկա, որի նմանը չի լսված երբեք և ոչ մի վայրում, և հոգուտ խորքի չերկված երգերից հայոց աշխարհի բոլոր ձայներով կհամերգեն նորից, բարի ճանապարհ վարդապետ, վերադարձ բարի։ Շնորհակալություն, ու սրանից հետո արդեն կլինի ամբողջ ամերիկայի ծրագիրը առանձնատումների, այնպես որ մեզ բարի դիտում, բարի լսում և բարի երեկո։ Կոմիտասի երանի
Բարև, ուզում եմ ներկայացնել մեր հայկական դպրոցի միջին դասարանի երեխաներին, այսօր մենք կկատարենք մեր սիրելի կոմիտասից 3 երգ, հայրներ, երկինքն անվել է և անձրևն եկավ, բայց մինչ երգերը երգել է, ես կուզեի երկու խոսք ասել կոմիտասի մասին։ Կոմիտասը իր ժամանակակիցների և ընկերների նկարագրությամբ եղել է չափազանց կես ուրախ թեթև մարդ ու շատ սիրել մանուկներին ու երեխաներին ու երգչախումբեր է ունեցել 200 հոգանոց մանկական երգչախումբ է ունեցել երգչախումբի հետ շրջագայել է և համերգներ է ունեցել Ալեքսանդրիայում, ունեցել է Կոնստանդնապոլսում, ունեցել է համերգներ նաև Էջմիածնում, որտեղ որ գնացել է համերգներով միշտ հավաքել է երեխաների խումբ ու ելույթ է ունեցել համերգներով։ Հիմա մենք մեր փոքրիկ խմբով 3 երգ կկատարենք։ Կյանք դուր մեծ հայրիկին, կյանք դուր մեծ
I just want to explain why am I wearing this. Hopefully, is Knarik Davidian here tonight? No, she's not. So I'm speaking English because we have guests here tonight with us. It's Alan Hovanes's family, another great Armenian composer. We will be preparing another program like that for Alan Hovanes on his birthday in March, right, this year. So sorry, I'm speaking English. So I'm wearing this because this is tribute to our Knarik Davidian. She was like for 10 years or more, she was asking me to do something for me, to sew something for me, because she was very famous designer back in Jordan and even here. And I was like, no time, I don't know, always like reasons not to. But this time I said yes, and after 2 or 3 tryouts, the Taraz was ready. She's absolutely amazing, Knarikjan. We'll send you this video, and yeah, it's tribute to you. Thank you so much. I'm enjoying it. And today, because Komitas was like he's genius composer, he's classical composer, but he's also national composer, like folk, because he was collecting all these songs from villagers, and that's why I thought like maybe this Taraz will be matching this. And this song shouldn't be sung by us. That's why we're very very worried with our men, very nervous. We won't say who's supposed to sing that song today, but yeah. So please don't judge us very harshly.
Cosmic will actually conclude the event. And I just couldn't end this without this song. I found it very recently. And it's happening when two geniuses are met. One is great Armenian writer Rafi and Komitas. So Rafi came back from his trip. He was visiting Armenian Highlands, which is Turkey right now, and he had a very sad song, sad words, and Komitas wrote the music. And sorry, I'm finishing on this sad note, but the last pieces of the song is very optimistic. Like one day will come the day that our flag will be on our land. Okay.